Հայաստանն ինչ քայլեր ձեռնարկեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի հետ կապված այն հայտարարությունից հետո, որում նշված էր, որ քաղաքակրթություն կվերանա։ Հայտարարությունից ժամուկես հետո հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ իրադրությունը քննարկվել է։ Այս մասին հրապարակում չի եղել, որովհետև ըստ վարչապետի այս անգամ անհրաժեշտություն չեն տեսել եւ փորձել են գնահատել տվյալ հայտարարությունը։ Նա ասաց, այդպիսի ամիս չկա, որ 5-ից 6 նման նիստեր չհրավիրեն։ Սակայն գործընթացի մեծ մասն իրականացվում է գաղտնիության պայմաններում, իսկ այս դեպքում բովանդակությունը եղել է լիովին գաղտնի։ Երեք գրառմամբ ողջունել եմ եւ հիմա էլ ողջունում եմ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը, պատկերացնում եմ, թե դա ինչքան դժվար է տրվել։ Արդյոք այսօր Հայաստան ժամանած ղազախ պաշտոնյաների հետ քննարկումների օրակարգում ընդգրկված է երկաթուղու կառավարման փոփոխության հարցը, եւ եթե այո, անկախ Ռուսաստանի դիրքորոշումից է հարցը քննարկվելու։ Երկաթուղու հետ կապված հարցը ընդհանրական պարզա հրապարակային քննարկող հարց է, հնարավոր է նաեւ այդ հարցին անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում։ Համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը։ Փաշինյանն արձագանքեց նաեւ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե ղազախ պաշտոնյաների հետ քննարկվել է TRIP նախագիծը։ Վարչապետը համոզմունք հայտնեց, որ TRIP-ը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի եւ այլ երկրների համար է ներդրումային հնարավորություններ բացելու։ A սահմանային կետից ապրանքը մտավ, հասավ B սահմանային կետ։ Բա ո՞նց է շարունակվելու։ Բնականաբար այստեղ պետք է Ադրբեջանի հետ համագործակցություն, Վրաստանի հետ համագործակցություն, Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցություն, Թուրքիայի հետ համագործակցություն։ Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը եւ երկկողմ հարաբերությունների ներկայվիճակին, վարչապետը պարզաբանեց Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել, որևէ նոր կամ գաղտնի թեզ չի հնչեցվել։ Հակառակը պայմանավորվել են տետ-ա-տետ բարձր մակարդակով նոր հանդիպման մասին, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական։ Վարչապետը վերահաստատեց Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորման մոտեցումը, նշելով, որ քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք Հայաստանը վարում է ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, այդ քաղաքականությունները կհամատեղի։ Իսկ երբ գա անհամատեղելիության պահը, ժողովրդի հետ կկայացվեն որոշումներ։ Իսկ եթե գազը թանկանա, Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք եթե։ Իսկ եթե չլինի, ինչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ինչ է անելու կառավարությունը։ Այդուհանդերձ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, իսկ Ռուսաստանի հետ ունի երկարաժամկետ պայմանագրեր, այդ թվում տնտեսական ապրանքների մասով։ Գալով ընտրությունների թեմային վարչապետն ասաց, ժողովուրդը պետք է լսի քաղաքական ուժերին, տեսնի ում փաստարկներն են ավելի համոզիչ եւ գնա քվեարկության, անդրադառնալով նաեւ ընդդիմության այս օրերին հնչեցրած թեզերին։ Եթե մյուս քաղաքական ուժը ասում է, Հայաստանը չպետք է բավարարվի 29743 քառակուսի կիլոմետրով, ինչ է նշանակում։ Դա խուսափելի պատերազմ է, հարգելի գործընկերներ։ Այսինքն այդտեղ շատ վիճելու բան չկա էլ։ Ճեպազրույցին խոսվեց նաև նոր սահմանադրության մասին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա։ Դա համաժողովրդավարական հանրաքվեն է։ Տիգրան Օվակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։